We began with Edward Said. According to the New York Times, he changed the face of scholarship on the Arab world. Արաբական աշխարհի գիտության դեմքը փոխած Էդուարդ Սաիդը ծնվել է Երուսաղեմում, մեծացել Եգիպտոսում, կրթություն ստացել Միացյալ Նահանգներում, Փրինսթոնի, Հարվարդի, Կոլումբիայի համալսարաններ։ Նա հեռու էր Միջին Արևելքի քաղաքական ու ռազմական բախումներից, ամեն ինչ փոխվեց 1967-ին, սկսվեց Իսրայելի 6-օրյա պատերազմը արաբական կոալիցիայի դեմ։ World as I understood it, a new Աշխարհը, որը ես հասկանում էի, որը ես գիտեի, այս պայն ամբողջությամբ փոխվեց։ Քաղաքականությամբ չզբաղվող ակադեմիկոսը, տեսնելով իր ժողովրդի տարածքային կորուստները, մարդկային ողբերգությունը, սկսեց զբաղվել քաղաքականությամբ։ Սա անմարդկային է, եւ դուք գիտեք դա։ Դուք խլում եք այս խեղճ մարդկանց հողը, տունը, չեք զգում, հա։ Սաիդը դարձավ Պաղեստինի ինքնորոշման իրավունքի ամենաակտիվ պաշտպանը Միացյալ Նահանգներում, նախ Յասեր Արաֆատի հետ։ Երկու պետություն սկզբունքի կողմնակից էր։ At last peace had a hope. Երբ ամբողջ աշխարհը հավատում էր, որ ամերիկյան միջնորդությամբ Օսլոյում այս պատմական ձեռքսեղմումը խաղաղության սկիզբն էր, Սաիդը հեռատես էր։ The agreement made in Oslo last summer was Օսլոյում անցած ամառ ձեռբերված համաձայնության Արաֆատը ինքնագլուխ է գնացել։ Նա մեկուսացել էր ինքն իրեն, հիմար սխալներ էր գործում։ Սկսած ծոցի պատերազմի ժամանակից նա վարկանիշը ցածր էր, ֆինանսական խնդիրներ կային։ Այս հարցազրույցը նկարահանվել է 1994-ին, Սաիդն արդեն Արաֆատի քննադատն էր, Պաղեստինի առաջնորդների նոր սերնդի փոխանցելու մեկ պետության կողմնակից եւ բացատրում էր, պաղեստինցիները չեն կարող զիջումներով հասնել խաղաղության։ I think the agreement was a way of Այնպես որ կարծում եմ, որ նա այդ համաձայնագրին գնաց ինքն իրեն փրկելու նպատակով։ Բայց ինչպես փրկել Պաղեստինի ժողովրդին, Սաիդը նախ տեսել էր խնդիրը 1967-ի 6-օրյա պատերազմով։ Ամերիկյան մեդիան կատարվածը լուսաբանեց որպես Իսրայելի եւ Իսրայելին աջակցող արևմտյան քաղաքակրթության տրիումֆ բարբարոս արևելքի եւ արաբների դեմ, բայց սա միայն մեկ դրվագն էր։ The West is indisputably the freest, the cleanest, the fairest civilization in history. Լուրերից մինչև նախագահներ։ American and coalition forces are in the early stages of military operations to disarm Iraq, to free its people, and to defend the world from grave danger. Եվ նախագահներից մինչև երաժշտություն, ֆիլմեր ու նույնիսկ մունտեր։ Where they cut off your ear if they don't like your face. It's barbaric, but hey, it's home. Արևելքն ամենուր ներկայացվում է որպես արյունարբու տղամարդկանց, հրապուրիչ կանանց, հրեշների ու կախարդների էկզոտիկ միջավայր, որը պետք է քաղաքակրթել։ Եվ այս ամենի ազդեցությունը իրական քաղաքականության մեջ, իրական մարդկանց կյանքում է։ Donald J. Trump is calling for a total and complete shutdown of Muslims entering the United States. in the American experience from the British and the French. Ամերիկյան արևելագիտությունը շատ քաղաքականացված է, պայմանավորված Իսրայելի գործոնով։ Սաիդը հասկանում էր, որ պետք է խնդրի լուծումը սկսել հենց այստեղից։ 1978-ին լույս է տեսնում նրա օրիենտալիզմը, որը դառնալու էր 20-րդ դարի գիտական գրականության ամենաազդեցիկ գրքերից մեկը, բացատրելով թե ինչ է իրական արևելքը։ Makes it virtually impossible. It's a tragedy. Ողբերգություն է, բայց դա գործնականում անհնար է դարձնում ամերիկացու համար հեռուստատեսությամբ տեսնել, կարդալ գրքեր, դիտել ֆիլմեր Միջին Արևելքի մասին, որոնք չեն կրում Իսրայելի հետ հակամարտության քաղաքական գույները, որոնցում արաբները միշտ չեն ահաբեկիչների, բռնարարի, իրացիոնալների դերում։ Գրականության, արվեստի, երաժշտության, դաշնամուրի սիրահար արևելագետի դեմ ամերիկյան հետաքննությունների դաշնային բյուրոն 238 էջով գործ ուներ։ Մի քանի էջ ավելանում է, երբ 2000 թվականին արդեն մահացու հիվանդ Սաիդը Լիբանանից քար է նետում Իսրայելի կողմը։ Այս լուսանկարը նրան քննադատողներն օգտագործում են Սաիդին կոչելով ահաբեկչության պրոֆեսոր։ It's very, very hard for me. Ինձ համար ծանր է կանգնել այստեղ եւ խոսել, երբ իմ ժողովուրդը գնում է այս ամենի միջով, անցնում է այս անվերջանալի Գողգոթայով, առանց որևէ աջակցության, այսպես կոչված քաղաքակիրթ աշխարհից։ Կոլումբիայի համալսարանին պարտադրում էին դուրս գալ Սաիդի դեմ, քննադատել նրան, բայց հեղինակավոր համալսարանը չգնաց այդ քայլին։ 2003-ին Սաիդը մահացավ լեյկեմիայից 67 տարեկանում։ Նրա մահից 2 տասնամյակ անց պաղեստինցիների հետ տեղի ունենում այն, ինչն ամբողջ կյանքի ընթացքում փորձեց կանխել Էդուարդ Սաիդը։